Հա, պապի։ Ուր ես, Լեո ջան, ինչ արեցիր, մի հատ զանգի ախրանանգիստ եմ։ Ոչ մի բան էլ չի եղել։ Այսինքն։ Կալոդով փողերը հանում շպրտում է դեմս։ Վերջում էլ ասում է դու, պապիդ, աղբերդ ու հատկապես քուրդ պետք է ամեն ինչ անեք, որ Գրիշը հանկարծ չնստի։ Ես ինձ զսպում եմ, հազիվ եմ նենց անում, որ իրանց ընտանիքով չվառեմ, իրանք ամեն քայլ անում են, որ ես գնամ դրան։ Տղա ջան, ես վերջը բան չհասկացա, վերցրեցիր փողը թե չէ։ Չէ, պապի։ Ոնց թե։ Ախր Դավոյի կյանքը հիմա այդ փողերից է կախված, ծավը տանեմ։ Ինչ ուզում են խոսեն, ինչ ուզում են թող անեն։ Կարևորը Դավիթի բրկելն է։ Ախր պետք է թողնեիր ես գնայի էլի, որ իմանայի ինչ խոսամ դրանց հետ։ Ես կճարեմ այդ փողը։ Որտեղից ես ճարելու։ Սրանց տված փողը մեզ պետք չի, պապի։ Ամբողջ կյանքում քթներիցս բերելու են։ Ու անընդհատ շեշտում է, քուրդ, հատկապես քուրդ։ Դու հասկանում ես ինչա ուզում ասած լինի։ Դրան տեսլա։ Լակոտոտերը խոս մահվան տուրն է հարցրել, դու դեռ լավ տղա ես, խաղում պայմաններս թելադրում ես չու։ Մի ասել էի, հա։ Պապի մի խոսքով, հա, անցանք։ Բա ուր ես դու։ Հեսա զանգեմ, լավ։ Հա, Հոնան։ Այդ լակոտը փողը չվերցրեց։ Այսինքն։ Ասում եմ չվերցրեց, այլ ինչ այսինքն։ Ինչ ես արել։ Հունան ինքն էր համաձայնել գալ, ինչ եղավ։ Դե հիմա եղավ։ Դու ես մի բան արել, չէ։ Ինա եթե շարունակելու ես տենց խոսալ անջատում եմ։ Ճիշտ եմ ասում, դու ես արել։ Ես քեզ խնդրել էի, չէ, որ մի քիչ զուսպ լինես, հունից դուրս չգաս, Գրիշոյի մասին մտածես։ Մտածում եմ, ինա այնքան եմ մտածում, որ այդ Լեոյի հետ մտել եմ գործարքի մեջ։ Այդ էլ փողը չի վերցնում, թողում գնում է։ Ուրեմն մի բան արա, թող հետ գա վերցնի, չգիտեմ, Հունան, սենց չի կարա լինի, մի բան արա։ Չի եղել, մամ։ Հրաժարվել է գումար վերցնի։ Մամ, բա ասացիր համաձայնվել է։ Հա հիմա էլ հրաժարվել է։ Ուրեմն հաստատ պապան է մի բան արել։ Հետը վատ է խոսել։ Մի րոպե։ Եթե զանգում ես դրան, ասա թող վերցնի գումարը։ Մամ, Աստված գիտի պապան ինչ է ասել այդ տղային, որ չի վերցրել օգնությունը։ Չգիտեմ, Լեո։ Պիտի մի բան անենք, բողոքները հետ վերցնեմ, որ Գրիշոյին կարողանանք բանտից հանել։ Մտածում ես բողոքը հետ վերցնելով բան է փոխվելու։ Եթե 1% անգամ հավանականություն կա, պետք է անենք։ Մամ, Ասա, Լեո։ Ասա թող վերցնի այդ գումարը։ Կարելի է։ Հա, արի վաղ ջան։ Հա, բուժման փողն է ուզում դա, որ բողոքը հետ վերցնեն, նա էլ աղբերը չվերցրեց։ Բողոքը հետ վերցնելը հենց չի կարևոր չի, բայց Գրիշին բանտից ազատելու գրավական էլ չի։ Վաղ, Գրիշը պետք է չնստի։ Ես ամեն օր ամեն բան անում եմ դրա համար։ Դետալ ուսումնասիրում եմ գործը, փորձում եմ ելքեր գտնել։ Բողոքը հետ վերցնելը կարևոր է։ Դա ինձ հնարավորություն կտա իմ ուզած ընթացքը տալ գործին։ Ֆանտաստիկայի ժանրից է, բայց նրանց չի, որ սենց գործեր չեն կարել։ Վաղ դու ունես մարդկանց ես կարողացել արդարացնես, որ Գրիշի գործը քո համար պետք է խաղուպար լինի։ Չէ, Հունան, հավատա տենց չի։ Լավ, հիմա ինձ կոնկրետ ասա, ես ինչ պետք է անեմ։ Բողոքը հետ վերցնել առաջքան ու պետքական։ Հետո փուլ կգնանք առաջ։
Ոչ կարող եմ հիմա կանխատեսում անել, ոչ էլ քայլերի հաջորդականությունը պլանավորել։ Օրը 24 ժամ ուսումնասիրում եմ, մտածում եմ։ Չեմ էլ կասկածում ես Վահագ։ Ծանր հանցանք է, Հունան, ծանր։ Դռնից դուրս եմ անում, պատուհանից ես գալիս։ Պատուհանից եմ դուրս անում, դռնից ես ներս գալիս։ Ուզածդ ինչ է այդ տղա։ Ուզում եմ իմանամ Դավոն ոնց է։ Չի կարելի։ Չէ, չի կարելի։ Դու փորացավդ ասա։ Ինչ փորացավ։ Ես ինչ փորացավ պետք է անանամ, պապ։ Իմացել եմ, որ Լեոնը եկել է ֆեդերացիա փողի համար։ Մտածում եմ, կարող է պետք է օգնեմ։ Հունանն է ուղարկել։ Ինչ ունան է։ Տո ինչ ունան հերիքա բոլը արդեն։ Եթե ուզում ես իմանաս նայում առաջի թշնամին է, համար 1 թշնամին է։ Քեզ նմանները թշնամի չեն ունենում, քեզ նմանները թշնամացնում են, որ գլուխը կերար, հիմա էլ Դավոյի վրա ես ծրագրեր կազմում։ Ես ինչ ես խոսում, այ հեր։ Քեզանից հեռու բաներ եմ ասում։ Շատ հեռու, այնքան հեռու, որ չեմ հասկանում։ Գերատ ասում ես, այդ երեխան մեռնի, բայց ինձանից փոք չվերցնես։ Մարդ ավելի լավ է, մեռնի, քան քեզ նմանին բարդ կլինի։ Մեկը հետո ես սպանելու։ Մարմինն էլ չսպանես, հոգին ես սպանելու։ Դու ես ինչ մարդ ես, այ պապ։ Ես պարզապես միակ մարդն եմ ես աշխարհում, որ քեզանից ավելի լավ է ճանաչում։ Դու որ շահ չունենայիր, չէիր գա այստեղ։ Քո կարծիքով Հունանը որ օգնեց, շահ չի ունենալու, ձեզ բոլորիդ մատների վրա չի պարացնելու, այդ ֆեդերացիա, որ ասում ես, այդ Իրանն է, ինքն է անելու, եթե անի, բայց ինձ գոնե իմ արունը չի թողնի հեռուն գնամ։ Դու արդեն հեռվից ես գալիս։ Ինչ ասեմ, ես առաջարկեցի, մնացածը դու որոշի։ Եթե այդ երեխուն մի բան եղավ, մեղավորը դու ես, գլուխդ բարձին չես կարողանալու տնես։ Հետարի։ Նորից եմ ասում, երեխեքից հեռու մնա։ Լեո, ինչ ա եղել։
Ոչ մի հետաքրքիր բան։ Լեո, ես իմացա, որ պապայից վերցրել ես օգնությունը։ Հետո իմացա հրաժարվել ես։ Գիտես ամենավատ բանը որն է։ Ու ինչից եմ ես ամաչում։ Ինչից։ Որ ամեն անգամ երբ հանդիպում ենք Լեա, էլի սկսվում է։ Հերդ սենց, աղբերդ նենց։ Հերդ էս, աղբերդ են։ Բայց ես ամաչում եմ այդ զրույցներից։ Ես ինձ վատ եմ զգում, չեմ ուզում լինեմ այդ զրույցների մեջ։ Բայց որ չեմ խոսում, նենց է ստացվում, որ ես եմ սխալ։ Ոչ մի բան չեմ հասկանում, դեբիլ եմ։ Չեմ ջոկում ինչա կատարվում Լեա։ Հիմա որ չխոսամ, հետո կանգնելու ես ասես, բա կիսվեիր հետս Լեո, ասեիր։ Լավ, ես ինչ անեմ, ոնց անեմ, որ ձերոնք ուշքի գան։ Ինչ խոսում եմ սխալ է, չեմ խոսում, էլի սխալ է։ Հասկացի չեմ կարա պայքարեմ, որ տեսակները փոխեն, չեմ կարա։ Ասա որն է ճիշտ Լեա։ Սենց հարաբերություններ լինում են։ Ինչ ա եղել, որ հրաժարվել ես օգնությունից։ Լեո, ես չգիտեմ ինչ անեմ։ Ես այս իրավիճակին լուծում չեմ գտնում։ Ախր հասկացի ինձ, մի կողմում դու ես, մյուս կողմում ընտանիքս է։ Որ կողմին արժե զրկեմ եւ որ կողմին արժևորեմ, որ կարողանամ չոր լուծում գտնել։ Իմ մասով կարաս չանհանգստանաս։ Հերդ վիզա դրել, որ արժե զրկի։ Հիմա ոնց չխոսամ։ Ոնց բերանս փակ պահեմ։ Լեո, ես քեզ վախենալու աստիճան շատ եմ սիրում։ Այնքան շատ, որ ինձ հաշիվ չեմ տալիս արարքներիս համար։ Թվում է, թե ամենքին ու ամեն ինչին դեմ դուրս կգամ հանում քեզ։ Բայց մյուս կողմում ընտանիքս է։ Ես չեմ կարող իմ ընտանիքը տրորելով նոր ընտանիք ստեղծեմ։ Բան չունեմ ասելու։ Մի նեղացի հա ինձնից։ Չէ Լեա, նեղանալու բան չկա։ Ուղղակի ես այս անելանելի վիճակից եմ ներվայնանում։ Ու դու չես կարա պատկերացնես, թե ես քեզ ինչքան շատ եմ սիրում։ Ինչքան եմ ուզում, որ իմ տանը լինես, իմը լինես, ինձնից հեռու երբեք չգնաս։ Բայց ինչ անեմ։ Ոնց անեմ։ Ոնց սուս մնամ տրորեն, սուս մնամ ու ձերոնց վատարարքների մասին քո հետ ընդհանրապես չխոսամ Լեա։ Սուս մնամ։ Ինչքան։ Հետո ինչքան։ Ուզում ես, որ քեզ հասկանամ, չէ։ Բայց դու էլ ինձ պետք է հասկանաս Լեա։ Մի լացի Լեա։ Որ լացում ես սիրտս ցավում է։ Ես իրոք քեզ շատ եմ սիրում։ Ու չեմ ուզում քեզ տանջեմ, ոչ էլ դու տանջվես։ Բարև ձեզ, ինչով կարող եմ ձեզ օգնել։ Այ հազար բարև, սիրուն արև։
ինձ կարաս մի հատ լավ տեղին պլանշեն տաս։ Ես որ երեխուս ծնումն է, ուզում եմ նվիրեմ։ Շնորհավորում եմ։ Շնորհակալ եմ, շատ։ Համեցեք ցույց տամ։ Հրաշալի ընտրություն։ Դες հրաշալի ընտրությունը, սիրուն փաթ է դա, որի դուր տանը։ Համեցեք դրա մարկղ։ Շնորհակալ եմ շատ։ Տղա ջան, ես ոնց անեմ, ոնց օգնեմ քեզ, ոչ հպարտությունը արածս, ոչ էլ սկզբունքներս եմ առաջ տանում, գիտեմ ավոն հետո ինչ է անելու, ոնց է օգտագործելու, ես որ չեղա նակը կործանից ես, չի թողնի հանգիստ ապրեք, հիմա ինչ անեմ, այդ փողը վերցնեմ, քեզ ոտքի անեմ ու թույլ տամ, որ ավելի դաժան ձևով փորձի սպանել, դա ոչ անցավդ տանեմ, ոնց վարվեմ, որ ճիշտ լինի, լավ է ես մեռնեմ գնամ, ես ամեն ինչի միջով չանցնեմ, մի օր որ ես մասին իմանաս, հուսով եմ կներես ինձ, Ֆեդերացիայից էին հիվանդանոցի հետ կապի մեջ մտել։ ինչ էին ասում, Տվյալներն են ուզում, որ Դավթի վիրահատության գումարը փոխանցեն։ Ասեցին, որ իրենց մարզիկին Լեոին ծանր վիճակի մեջ չեն թողնելու։ Հովանավոր կա, որ խոստացել է բոլոր ծախսերը հոգալ։ Համարինե ջան, Բարև ձեզ Էռնա ջան, ո՞նց եք։ լավ դուք ոնց եք։ Շատ լավ։ Ձեր պատվիրած տորթի համար եմ զանգում։ Ին։ Ավելի ճիշտ ձեր ամուսնու։ Իհարկե ինքը մեզ չի ճանաչում, անգամ աշխատակիցները զարմացել էին, որ ինքն է եկել, որովհետև միշտ դուք եք պատվերներ անում, բայց ճանաչել են, ասացին շատ եք պատմել, համ էլ համացանցով են տեսել։ Ճիշտն ասած չեմ հասկանում ինչի մասին է խոսքը։ Երեխայի տորթի։ Դուք տեղյակ չեք։ Ալո։ Հա Մարինե ջան։ Հա տեղյակ եմ, կներեք ուղակի մտքիցս թռել էր։ Վերջին շրջանում շատ զբաղված եմ։ Վայ, ինչ լավ է, ես էլ վախեցա։ Մտածեցի անակնկալ ա եղել, փչացրեցի։ Չէ, մի անհանգստացեք, ամեն ինչ նորմալ է։ Ուղղակի հիմա ոչ մի կերպ չենք կարողանում հետը կապի դուրս գալ։ Ասել էր հնարավոր է առաքման ժամը փոխվի, բայց դեռ զանգ չենք ստացել։ Նախնական ֆիքսված ժամին առաքենք, թե կասեք։ Իսկ դուք ինձ լսում եք։ Լսում եմ։ Եվ ինչ կասեք։ Կասեմ շնորհակալություն իմ կարծիքը հաշվի առնելու համար։ Արեք այնպես, ինչպես ամուսինս է կարգադրել։ Լավ, շնորհակալություն։ Իսկ առաքման հասցեն հիշում եք։ Իհարկե, հրաշքագիր ռեստորան։
Ալես ինձ հետ այսքան գլուխ մի դիր։ Գլուխ չդնելը ո՞րն է, մամ։ Դե թող ես կուտեմ։ Դու պետքա լավ սնվես, որ արագ ապակին պես։ Այսօր ու վաղը գիտես, մենակ սենց բաներ պետքա ուտեմ։ Իսկ ես չեմ սիրում սենց բաներ։ Մի հատ էլ կեր, ոչինչ, կեր։ Հիմա ոնց ես քեզ զգում։ Դու գորգիս ես հոգ ես տանում իմ մասին, ոնց կարան վատ լինեմ։ Դե մի հատ էլ կեր։ Կեր։ Ուրեմն մի հատ զանգեմ Լեոին տեսնեմ Դավիթը ոնց եղավ։ Գումարը գտան թե չէ, վիրահատեցին թե չէ։ Բայց արժե հիմա զանգել։ Կարող է սպաղված է կամ հարմար չի խոսել։ Հարմար չլինի, չեն խոսա։ Ալո, Լեո ջան, ոնց եք։ ամեն ինչ լավ է։ Մաման ոնց է։ Մաման լավ է։ Բարևի Լեոին։ Բարևում է քեզ։ Դու էլ։ Դավիթի վիճակը ինչ եղավ։ Գումարը գտել եք թե չէ։ Չէ, դեռ նորություն չկա։ Այդ ճանապարհին եմ, փորձում եմ այս իրավիճակից դուրս գամ։ Գնում եմ հիվանդանոց։ Մամային վաղը դուրս են գրելու։ Տանեմ տուն, եթե ամեն ինչ լավ լինի, կթռնեմ Հայաստան։ Չէ, ով պետք չի։ Մնա մամայիդ կողքին։ Դու սենց հեռակա էլ, որ մեր կողքին ես, արդեն մեծ բան է աղբերս։ Չհասկացա, ով է ուզում գումարը փոխանցի։ Առանձնապես չհետաքրքրվեցի, տեղյակ չեմ։ Ասեցին բռնցքամարտի ֆեդերացիայից։ Հա։ Դուք ավելի լավ կիմանաք։ Նորից բարև ձեզ։ Բարև Լեո ջան։ Ապրես։ Ասեցիր ու արեցիր։ Ասում են վիրահատության փողը կա, ֆեդերացիայից են փոխանցելու։ Այնպես որ պատրաստվում ենք վիրահատության։ Գնամ կապվեմ մեր բժշկի հետ։ Ես հրաժարվել եմ մահկունցի օգնությունից, պապի։ Այդ դեպքում ով է փոխանցում։ Եթե ֆեդերացիայից է, ուրեմն հենց ինքն է արել։ Բայց ես տենց չէի ուզի։ Չէի ուզի, որ տենց լիներ։ Տղաջան, կարևորը որ փողը կա, կարևորը Դավիթին փրկելն է։ Մնացածը հետո Աստծուն թողնենք։ Ում որ պետք է պատժելու, թող պատժի, ում որ պետք է շնորհակալություն հայտնի, մենք կհայտնենք։ Դու մի օր քո մասին այնպիսի բան կիմանաս, որ կզարմանաս, բայց ուշ կլինի։ Հավատա ես արդեն զարմանում եմ, այնքան բան եմ լսում։ Քեզ ու կնոջդ մի տան մեջ կվառեմ։ Ավելի ճիշտ քո կանանց, գոնե երեխայիդ խղճա։ Եթե ես դաժանացա, իմ դաժանությունը տարիքային սահմանափակում չունի։ Ձեր պատվիրած տորթի համար եմ զանգում։ Երեխայի տորթի։ Դուք տեղյակ չեք։ Ասում եմ կարող է, որ երեխուցել ես տեղյակ ու դրա հետ համակերպվել ես արդեն։ Ոչ մի երեխա չկա, փակ ես թեման հունը։ Մեռնա, մի հատ ուշքի արի, թափ տուր քեզ։ Ժամը 7-ին 2 հոգի էլ ընդեղ չմոռանաք։
գալիս եմ ու քեզ մի անգամ չեմ տեսնում, ես լավ չեմ զգում։ Աշխատանքի եմ ժամանցի չեմ այստեղ։ Շատ աշխատասերն ես, Հարտիկին ջան։ Մնում էր հիմա էլ դու ագրեսիա ցույց տայր։ Մենք միշտ առաջնորդվել ենք մի սկզբունքով։ Անել ամեն ինչ հանուն մեր ընտանիքի։ Իսկ դու չես կարողանում քեզ կառավարել, չես կարողանում հանուն երեխայիդ ինչ-որ բաներ կուլ տալ։ Դու տենց ես մտածում։ Այո, այլապես մի առիթ բաց կթողներ Լեոյին նվաստացնելու։ Այն էլ այն դեպքում, երբ ասում ես պատվի մեռած է, գնացել նվաստացրել ես ու սպասում ես, որ գումարը կընդունի։ Լավ, հանգիստ։ Ես այդ գումարը արդեն փոխանցել եմ։ Իսկ եթե չընդունի, Դե դրա համար ես այդ գումարը միանգամից փոխանցել եմ հիվանդանոց։ Վիրահատությունից հետո դրանք միանգամից կհայտնվեն իմ գրպանում։ Գրիշոյին ինչ է սպասվում, եթե բողոքը հետ վերցնի։ Վաղը լավ բան չէր ասում։ Չգիտեմ հələ թողա տեսնենք հիմա ինչ ասում։ Աչքներս լույս, Դավոյին այսօր վիրահատում են։ Երբ որ վիրահատությունը բարեհաջող կավարտվի, այդ ժամանակ էլ աչքալուս կտանք։ Աստված մեծ ամեն ինչ լավ կլինի։ Մանան պապին վերցրու իջեք բուֆետում հաց կերեք։ Ես բուֆետ չեմ գնա, ես հաց չեմ ուզում ուտել։ Պապի, բայց Լեոն ճիշտ է ասում։ Աղջիկ ջան, իմ կոկորդով նույնիսկ մի կաթիլ ջուր չի անցնի հիմա։ Ուր։ Գնում եմ եկեղեցի։ Մինչև վիրահատությունը չավարտվի, ես չեմ գա։ Պապիի հետ գնա մենակ մի թող։ Բա դու ստեղ մենակ մնաս։ Հա, մանան, գնա կզանգեմ։ Բայց նայի, հա, հենց վիրահատությունն ավարտվում, անպայման զանգում ես։ Ոտերի տակ նայի չընկնես։ Այ ջան, ավո ջան, դե ուրիշ ես էլի, այ ախպերի ջան։ Հաստատ աղջկած սրտովա։ Պապայի ճաշակն է, ցավը տանեմ։ Ապրես եղբայր ջան, շնորհակալ եմ շատ։ Ամեն ինչ ընկավ իր տեղը, մակարդակա։ Տրամադրությունս բարձրա, աղջկած ծնունդն է։ Այ ջան, գեղեցկուհիներս։ Հələ տես արևս, տես պապան քո համար ինչա սարքել։ Չի սարքել է, ստեղծագործել է։ Արի մոտս։ Ջան, հələ ասա տերամ դուրդ գալիս է տորթը, փուչիկները։ Հա։ Ջան։ Ով շատ սիրուն ապրես։ Սա հələ վերջը չի։ Պապան իր ձագի համար անակնկալ ունի, նվեր ունի։ Պլանշետ եմ առել իմ աղջկան, շնորհավոր։ Ուրա։ Ջանա։ Լավն է։ Չես գալի մեր մոտ, որ մեր ընտանիքը լիարժեք լինի։ Ինձ բան չունես ասելու։ Ով։ Շատ շնորհակալ եմ երախուս համար, սենց սիրուն օր կազմակերպելու համար։ Երախուս չէ, մեր երախուց ցավը տանը, սա մեր ընտանիքն է։ Դե լավ, նստեք, օրը սկսենք։ Բարև կորած ընկերուհի։ Ինչ ված կարծիք ունես իմ մասին։ Լավ կատակ եմ անում, սրտիդ մոտ մի ընդունի։ Ոնց որ տրամադրությունդ լավ է, հա։ Ված չի։ Ավելի կլավանա, որ իմանաս Դավիթին վիրահատում են։ Ոնց։
Նար, բայց ես մի քանի ժամ առաջ Լեոյի հետ էի, վիրահատության մասին խոսք չկար։ Հա, Սարիկն ասեց անսպասելի որոշում ա եղել։ Ինչ լավ ա, Նար։ Ա, բայց ցավն է նա, որ ես ու Սարիկը չենք կարող հիմա հիվանդանոց գնալ ու Լեոյինց կողքին լինել։ Ոչ մի խնդիր չկա, ես հենց հիմա կգնամ հիվանդանոց ու Լեոյինց կողքին կմնամ։ Լավ, դե կապով կլինենք։ Ապրե շատ որ զանգեցիր։ Տարերը խունստեղից։ Ես էլ քո կազմակերպած ծնունդը։ Տարերը խունստեղից արագ։ Արագ։ Կյանքս ես չէիր ասել, որ հրաշք այգի ես գալու։ Ես ոնց եղավ, որ սենց եղավ ավո։ Ես աղբորդ սարքածն է, չէ՞։ Աղբորս անունը չտաս։ Դու իրավունք չունես Հունանից մասին խոսելու։ Դու լավ գիտես, որ ես մեծ համբերություն ունեմ, բայց չփորձես համբերությունս չարաշահել։ Մի արա, վտանգավոր բաներ ես անում, մի արա։ Դու ինձ խաբել ես։ Ասել ես, որ երեխա չունես, որ ինձ ես սիրում ու որ իմ աղբերն է մեզ խանգարում։ Հիմա դանակը դիր տեղը ու գնա տուն։ Չէ, կարանք միասին գնանք տուն, համել ես քեզ ճանապարհին ամեն ինչ կբացատրեմ կյանք։ Դու ինձ հիմարի տեղ ես դրել, հա։ Թե մտածում ես հիմա ես ինձ խաբելու ու ես քեզ հավատամ։ Քեզ չի սազում սենց բաներ, տիկինս դու մի արա, ես քոնը չի։ Ես խոստացել եմ, որ ես դանակը սիրտդ եմ մտցնելու, եթե հանկարծ պարզվել է, որ դու երեխա ունես ավո։ Հեռնա, սա արևը։ Պապի, ինչի նստեցիր, չգնանք մոմ վառենք։ Կվառենք, միշտ ապիր։ Շունչ քաշեմ, կվառենք, համել մինչև լուրջ չստանամ վիրահատությունից, այստեղից չեմ շարժվել։ Պապի, բայց վիրահատությունը ժամեր է տևելու։ Ոչինչ։ Այսքան համբերել ենք, հետ էլ կհամբերենք, Աստված մեծ է բալես։ Տեր Աստված, թե կարող ես ներիր մեղքերս, այս թորանս բրկիր, թե չես ներելու, կընդունեմ որոշումդ, ինձ տար, այս թորանս բրկիր, թորս կո ձեռքերում, ես հավատում եմ քեզ։ Բրկիր եղբորս, Տեր։